Ողջույն սիրելիներ, ուզում եմ գնալ զբոսանքի, ձեզ էլ ինձ հետ կվերցնեմ, իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ Արդեն սկսել են զարդարել փեղկերը, ցուցափեղկերը խանութների։ Սիրուն խանութը։
Ծնցուրը պայուսակ է։ Վինտաժային խանութ է, լուքս պայուսակներ են, Gucci, Fendi, Chanel, շատ հին մոդելներ են, այ օրինակ սա 50-ականների մոդել է, սա ես։ Կաշաններ են ողում այստեղ վաճառում։ Պարավոյսիկը տեղաշարժվում է, քշելով տանում են։ Արխիտեկտուրան ինձ միշտ հիացնում է, այս հնությունը, ծաղկազարդ վիճակները, հիմա դիմացից նկարեմ, լրիվ կախված եմ մինչև վերջ, շատ եմ լսում խոսք գերմաներեն լեզվով, դե հարևան պետությունն է, Ֆրանսիայի Ալզասը, այսինքն Ստրասբուրգը գտնվում է Ֆրանսիայի և Գերմանիայի արանքում և սահմանը բաց է, ասած կարողանում են անցնել, դառնալ, երկու կողմից էլ առևտուրներ անել, կոնկրետ Ստրասբուրգից շատ են գնում քել, առևտուր անելու համար մի մոստ է, մի կամուրջ է բաժանում այդ քաղաքները իրարից։ Ֆրանսիայում նստում ես տրամվայ, մի քանի կանգառից իջնում ես Գերմանիա, քո առևտուրը անում ու հետ գալիս։ Գնային զգալի տարբերություն կա, Գերմանիայում ամեն ինչ ավելի էժան է, ուտելիքը, հագուստը, մի քանի անգամ նաև դեղորայքը, վիտամինները եւ այլն։ Այս դեղատան վիտրինաները միշտ ինձ դուր են գալիս, լավ են դասավորված ցուցափեղկերը եւ թեմատիկ։ Եվ վերջերս մեզ հանդիպեց մի հայտարարություն, որ վաճառվում է բնակարան այս շենքերից մեկում, ճիշտ ասած զարմացել էի ես, որտեղ գիտեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում են գտնվում այս շենքերը եւ չէի սպասում, որ հնարավոր է վաճառել։ Այսինչ է այստեղ կպցրած մի հայտարարություն կա։ Չգիտեմ ինչ հայտարարություն է, կարելի է նայել, ուսումնասիրել։ Պոլիսը կենտրոնում միշտ հսկում է եւ այստեղ էլ կա մի հայտարարություն, կորած աղջիկ է փնտրվում։ Գիտեք ինչ երևույթ է հաճախ հանդիպում, մի կին է փողոցում վատանում, երիտասարդ աղջիկը մոտենում է, փորձում է օգնություն ցույց տալ, ինչ որ բան է շփում դեմքին, աղջիկը ուշաթափվում է, դնում են մեքենան ու տանում են, իբր իրանք են նրան արդեն առաջին օգնություն որոշում ցուցաբերել, իբր տանում են ինչ որ հիվանդանոց, բայց շարժվում են լրիվ անհայտ ուղղությունով։ Դրա համար, ինչպես սովորեցրել են մեզ փոքրուց, անծանոթների հետ չի կարելի խոսել, եթե վատանում են, փաստորեն անգամ մոտենալ։ Ինձ թվում է սա այդ դեպքերից մեկն է։ Մտնենք նիքս, տեսնենք ինչ կա։ Նյութային մատիտներ։ Չավ է սա։ Եվ այս կույնը կա։
Նենց են փակում դիմացը։ Կիկոյում նայենք ինչ կա, տեսնենք Կիկոյում ինչ կա։ Սիրուն են ձևավորները։ Սա էլ իրանց նավողն է, բոլորը ունեն իրանց նավողները, կալինդար են կոչվում։ Այս նավողները կալինդար են կոչվում։ Ամեն օր ըստ ամսաթվի բացվում է նվերը։ Նվերի համար դարտադրական, բայց գինը հավեսում։ Երկու հարկանի նավողը։ Street style-ը այդ քաղաքի։ Շատ հասարակ են հագնվում, շատ։ Ոչ մի ճոխ բան։ Ում ասես կտեսնես հրապարակն է։ Սիրուն են իր ռոշեն զարդարել։ Մտնենք տեսնենք ինչ կա։ Այս սրանք են մեջն։ C'est celui-là pour les autres. Non, ça c'est la cuisine. Qu'est-ce que tu penses? Pour français pour moi? Essaye une fois avec. Նույն գույներն են բոլորը։ Acheter en offert les deux kits Սրանք կվերցնեմ եմ։ et la pastille. Voilà. Ça vous fait 16 €. Իմ սիրած գույնն է այս Բորդոյը, ինչպես նաև ոսկե գույնը։ Գնում եմ հերթը։ Տեյլի շուբաները։ Լավն է ժեղավիկը։